Այսօր առավոտյան ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացրել Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ղեկավարած Մայր Հայաստան կուսակցության գրասենյակում։ Դեռ 3 քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ պետական դավաճանության եւ լրտեսության դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կոմիտեում ԱԱԾ-ի ստացված հաղորդման համաձայն Թևանյանը 2024 թվականին հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Ռուսիա Կովկաս աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն հանդիսացող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ կատարել է լրտեսություն։ Նա հավաքել եւ $622,000 դիմաց հատուկ ծառայության ներկայացուցչին է փոխանցել 2024 թվականի ապրիլին ազգային ժողովում տեղի ունեցած փակ գաղտնի լսումների ընթացքի եւ արդյունքների մասին ռուսերեն թարգմանված պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Իրավապահ կառույցի գնահատականով Թևանյանն այդ կերպ կատարել է պետական դավաճանություն ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության։ Խոզարկությունների պահին պատգամավորի թեկնածուն իր ղեկավարած կուսակցության գրասենյակում էր, ավելի ուշ, երբ ԱԱԾ աշխատակիցների եւ լրագրողների ուղեկցությամբ իր տուն էր քայլում, որտեղ եւս պետք է խոզարկություններ իրականացվեին, Թևանյանը նշեց, գրասենյակից վերցրել են հեռախոսներ, համակարգիչներ ու թղթեր։ Թևանյանի գնահատմամբ տեղի ունեցողը անհեթեթություն է, որովհետեւ ինքը 2023 թվականի ամռանից պատգամավոր չէ, իսկ պատգամավոր եղած ժամանակ գաղտնիության թույլտվություն չի ունեցել։ Ասում են ապօրինի եղանակով եք ձեռք բերել տեղեկատվությունը։ Ապօրինի Նիկոլ Փաշինյանը ինքը թող չասել ինչպես է ձեռքբերում։ Թևանյանը վստահեցրեց, որ այս ամենն արվում է որպես ընդդիմադիր ուժ իրենց գործունեությանը խոչընդոտելու համար։ Բնակարանում եւ ավտոտնակում խոզարկությունից հետո լրագրողների զրույցում նշեց, իրավունք չունի բացահայտելու, թե ինչ են տարել, նախաքննությամբ ստորագրություն է տվել։ Ասաց հակընդդեմ հայցեր են ներկայացնելու։ Լրագրողները կրկին հետաքրքրվեցին, երբևէ հետաքրքրություն ցուցաբերել է իմանալու 2024 թվականին ազգային ժողովում տեղի ունեցած փակ գաղտնի նիստի բովանդակությունը, որի մասին խոսում է քննչական կոմիտեն։ Արծիվը տալիս է դրա ենթատեքստը, որն է, որ ասում այո, ես հետաքրքրվել եմ, բոլորն էլ հետաքրքրվել են։ Քաղաքականությամբ զբաղվող մարդիկ հետաքրքրված են այնքանով, որքանով։ Արդեն երեկոյան Թևանյանը հրավիրվեց կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ քննարկվում էր նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունը։ Հիշեցնեմ, պատգամավորի թեկնածուն նախընտրական շրջանում ունի անձեռնմխելիություն։ Նրա նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն տալիս է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։